Բարև ձեզ։ Այսօրվա մեր խորքային քննարկումը նվիրված է մի կնոջ, որի անունը դարձել է հոմանիշ խարդախության արվեստի հետ։ Ռուսական կայսրությունում նա ավելի շատ լեգենդ էր, քան մարդ՝ Սոֆիա Բլյուշտեյն, բայց աշխարհը նրան հիշում է մեկ ուրիշ ավելի հայտնի անունով՝ Սոնյա Ոսկեձեռք։ Մենք ստացել ենք քո ուղարկած աղբյուրները, ոստիկանական արձանագրություններ, պատմական ակնարկներ, նույնիսկ պատկերացրու Անտոն Չեխովի գրառումները։ Եվ մեր առաքելությունն է բացահայտել, թե որտեղ է ավարտվում իրականությունը ու սկսվում առասպելը։ Ով էր իրականում այս կինը եւ ինչպես նա դարձավ հանցավոր աշխարհի անմահ խորհրդանիշ։ Եվ ահա մի հարց, որի շուրջ կարող ես մտածել, մինչ մենք սկսում ենք։ Ինչպես է ստացվում, որ ավելի քան 1 դար անց մարդիկ դեռ այցելում են նրա խորհրդանշական գերեզմանին, հաջողություն խնդրելու։ Լավ, եկեք սկսենք հենց սկզբից, որը պարզվում է արդեն իսկ բավականին մշուշոտ է։ Նրա իրական անունը դեթխտերով Շեյնդելիա Սուրալեյբովնա Սոլոմոնյակ է։ Ծննդյան տարեթիվն անգամ վիճելի է՝ 1846 թե 51։ Քո ուղարկած աղբյուրները ցույց են տալիս, որ նա ինքն էր անընդհատ խառնում իր կենսագրության մանրամասները։ Հենց սա է նրա հանճարի բանալինը։ Պետք է հասկանալ, որ նրա իրական տաղանդը ոչ թե գողությունն էր, այլ այսպես ասած մարքեթինգը։ Մարքեթինգը հետաքրքիր մոտեցում է։ Անշուշտ, մի դարաշրջանում, երբ կանայք գրեթե հանրային ինքնություն չունեին, նա հասկանում էր անձնական բրենդի ուժը։ Սոնյա Ոսկեձեռքը ոչ թե պարզապես մարդ էր, այլ մի ամբողջ ֆրանշիզա, որը նա կառուցեց զրոյից։ Ու այդ բրենդը մինչ օրս աշխատում է։ Այո, իսկ նրա կրթությունը զենք էր։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ իդիշ, ռուսերեն, գերմաներեն, հասկանում էր ֆրանսերեն։ Սա նրան թույլ էր տալիս հեշտությամբ ներթափանցել բարձր հասարակություն, որտեղ հենց այդ լեզուներով էին խոսում։ Նա սովորական ողջ չէր, նա դերասանուհի էր, որի բեմը ողջ Եվրոպան էր։ Գիտես թե որն է ամենազարմանալին քո աղբյուրներում։ Ես միշտ պատկերացրել եմ նրան որպես ինչ-որ ճակատագրական գեղեցկուհու, մի տեսակ 19-րդ դարի ֆան ֆատալի։ Շատերն են այդպես կարծում։ Ուր 53 սանտիմետր, դեմքը փոքրինչ խորդ ու բորդ։ Աջ այտին գորտնուկ, շարժուն աչքեր, հանդուգնը եւ խոսում։ Որովհետև նրա զենքը դասական գեղեցկությունը չէր։ Այլ համայնքը։ Այո, հմայքը, խարիզման, մարդկանց հոգեբանությունը կարդալու ունակությունը, նա կարողանում էր ստիպել մարդկանց տեսնել ոչ թե իրեն, այլ այն կերպարին, որը նա ներկայացնում էր տվյալ պահին։ Մի օր արիստոկրատ կին էր, մյուս օրը հարուստ այրի, հետո հոգեկան խանգարում ունեցող ամուսնուկին։ Դրա համար էլ այդքան շատ ազգանուններ ուներ։ Ռոզենբանդ, Ռուբինշտայն, Շկոլնիկ, Բրիներ։ Հենց դա, դրանք ոչ թե պարզապես կեղծանուններ էին, այլ ամբողջական կերպարներ, իրենց պատմությամբ, իրենց վարքագծով։ Նա ինքնություններ էր փոխում այնպես, ինչպես մարդիկ փոխում են զգեստները։ Այսպիսով նա ուներ այս բոլոր կեղծ ինքնությունները, լեզուների իմացություն, դերասանական տալանտ, հիանալի գործիքակազմ է։ Իսկ քո ուղարկած աղբյուրները ցույց տալիս են, թե կոնկրետ ինչպես էր նա օգտագործում այդ գործիքները, որոնք էին նրա ամենահամարձակ հնարքները։ Նրա մեթոդները նույնքան թատերական էին, որքան արդյունավետ։ Վերցնենք օրինակ Գուցեն Մորգեն կոչվող հյուրանոցային գողությունը։ Գուցեն Մորգեն։ Հա, նա վաղ առավոտյան շատ նրբագեղ հագնված մտնում էր թանկարժեք հյուրանոցի համար, որտեղ հարուստ հյուրը դեռ քնած էր։ Անաղմուկ հավաքում էր թանկարժեք իրերն ու գումարը, բայց ամենահետաքրքիրը սկսվում էր, եթե հյուրը պատահաբար արթնանում էր։ Եվ ինչ էր անում, փախչում էր։ Ոչ, ընդհակառակը։ Նա խաղում էր շփոթված եւ վիրավորված տիկնոջ դեր։ Իբր սխալմամբ մտել է ուրիշի սենյակ։ Եվ ի նշանամոթի սկսում էր հանել իր զգեստի որևէ մաս, օրինակ ձեռնոցը։ Վաու։ Հասկանում ես, նա բացահայտման պահը վերածում էր սոցիալապես անհարմար իրավիճակի։ Թլմենը խուճապի էր մատնվում, շտապում ներողություն խնդրել եւ դուրս հրավիրել տիկնոջը, որպեսզի փրկի նրա պատիվը։ Սա սոցիալական ինժեներիա է։ 19-րդ դարի սոցիալական ինժեներիա։ Նա չէր կոտրում դռան փականը, նա կոտրում էր մարդկային վարքի կոդը։ Նա գիտեր, որ շփոթված ջենտլմենը միշտ ավելի շուտ ներողություն խնդրի, քան ոստիկանություն կկանչի։ Զարմանալի է, բայց նրա սխեմաներից մեկը, որը նկարագրված է քո աղբյուրներում, դա ուղղակի հոլիվուդյան ֆիլմի սցենար է հիշեցնում։ Ահա Կարլ ֆոն Մալլեի պատմությունը։ Այո, ոսկերիչ Կարլ ֆոն Մալլի։ Սա պարզապես գողություն չէ, սա բազմաշերտ բեմադրություն է։ Այն սկսվում է նրանից, որ Սոնյան այցելում է քաղաքի հայտնի հոգեբույժներից մեկին։ Եվ հենց սա է գլխավոր հնարքը։ Տես, նա չի սկսում թիրախից, ոսկերչից, նա սկսում է ալիբիից,
Նա հոգեբույժի մտքում նախապես ստեղծում է մի պատմություն իր խելագար ամուսնու մասին, որը իբր տարված է թանկարժեք քարերով։ Այսինքն հոգեբույժը դառնում է նրա ակամա գործընկերը։ Ակամս ներողողը, այո, դեռ չիմանալով այդ մասին։ Այո, նա հիմք է նախապատրաստում։ Հետո նոր գնում է ոսկերիչ Կարլ ֆոն Մելի մոտ, ներկայանալով որպես հենց այդ հարգարժան բժշկի կինը։ Այսինքն վստահության շերտերն արդեն կառուցված են։ Իհարկե, ոսկերիչը ոչ թե պարզապես հարուստ հաճախորդ է տեսնում, այլ հարգված մասնագետի կնոջ։ Նա ընտրում է մի ամբողջ հավաքածու եւ խնդրում դրանք բերել իրենց տուն, որտեղ ամուսինը կզննի դրանք ու կվճարի։ Թակարդը լարված է։ Ոսկերիչը գնում է բժշկի տուն, որտեղ Սոնյան դիմավորում է նրան, վերցնում զարդատուփը, իբր ամուսնուն ցույց տալու համար։ Նա ոսկերչին ուղեկցում է բժշկի աշխատասենյակի մոտ, խնդրում սպասել եւ անհետանում է զարդերի հետ։ Հենց այդպես։ Նա ոչ թե պարզապես խաբում է մեկ մարդու, նա իրար է բախում երկու տարբեր իրականություններ, որոնք ինքն է ստեղծել։ Եվ կուլմինացիան։ Մի քանի րոպե անց ոսկերիչը համբերությունը կորցրած մտնում է բժշկի սենյակ եւ պահանջում իր գումարը։ Իսկ բժիշկը ինչ է տեսնում։ Տեսնում է մի մարդու, որը տագնապահար խոսում է թանկարժեք քարերի մասին։ Ճիշտ այնպես, ինչպես իրեն նախորդին նկարագրել էր կինը։ Այո, նա կանչում է սանիտարներին եւ ոսկերչին տանում են հոգեբուժարան։ Անթերի կատարում։ Սա պահանջում է ոչ միայն սառնասրտություն, այլև հասարակության կառուցվածքի, կարգավիճակի եւ հեղինակության նշանակության խորը ըմբռնում։ Նա օգտագործում էր մարդկանց նախապաշարմունքները հենց իրենց դեմ։ Սա ուղղակի անհավանական է։ Եվ սա իմ ամենասիրելի դրվագն է քո աղբյուրներից, ասում են նա նաև վարժեցված կապիկ ուներ։ Կապիկ։ Լուրջ եք ասում։ Հա, որին օգտագործում էլ ոսկերչական խանութներում։ Կապիկը կուլ էր տալիս ադամանդները։ Մի պահ պատկերացրու այդ տեսարանը։ Սա արդեն ուղղակի գողություն չէ, սա աբսուրդի թատրոն է։ Ում մտքով կանցներ նման բան։ Բայց դե նույնիսկ ամենահաջողակ դերասանի կարիերան էլ ունի իր ավարտը։ 1880 թվականին Օդեսայում նրան վերջապես ձերբակալում են մի խոշոր խարդախության համար։ Սա այն պահն էր, երբ առասպելը բախվեց կայսրության դաժան իրականությանը։ Այո, նրան դատապարտում եւ աքսորում են Սիբիր։ Սակայն հենց այս ձերբակալություններն ու փախուստներն են, որ առասպելն էլ ավելի են ամրացնում։ Իրոք։ Իհարկե, 1886 թվականին նա իրականացնում է իր ամենահայտնի փախուստներից մեկը՝ Սմոլենսկի բանտից։ Նա ոչ միայն փախչում է, այլև իր հետ տանում է սիրահարված բանտապահին՝ Պյոտր Միխայլովին, որն օգնում է նրան։ Սա ամրապնդեց այն գաղափարը, թե ոչ մի տղամարդ, ոչ մի համակարգ չի կարող դիմակայել նրա հմայքին։ Նա անզսպելի ուժ էր։ Հենց այդպես։ Բայց ի վերջո համակարգը հաղթեց։ Նրան կրկին բռնեցին, եւ այս անգամ դատավճիռն անողոք էր։ Տաժանակիր աշխատանք Սախալին կղզում։ Այդտեղ 1890 թվականին տեղի է ունենում մի պատմական հանդիպում։ Նրան այցելում է Անտոն Չեխովը։ Սա շատ կարևոր պահ է։ Թույլ մեջ բերեմ նրա նկարագրությունը, որը կարծես սառը ջուր լցնի լեգենդի վրա։ Սա մի փոքրիկ, նիհար, արդեն ճերմակող կին է, տրորված, պառավի գեմքով։ Նրա դեմքի արտահայտությունը նման է թակարդն ընկած մկան արտահայտությանը։ Նայելով նրան չի հավատացվում, որ վերջերս նա այնքան գեղեցիկ է եղել, որ հմայել է իր բանտապահներին։ Սա առասպելի բախումն է իրականության հետ։ Չեխովը, դարի մեծագույն ռեալիստը, հանդիպում է մեծագույն իլյուզիոնիստին, եւ նա անում է այն, ինչ անում է գրողը, հանում է դիմակը։ Նա ցույց է տալիս ոչ թե օսկե ձեռքին, այլ շենդլյասուրային, կոտրված, հոգնած, պարտված մի կնոջ։ Մուկը թակարդում համեմատությունը պատահական չէ։ Լեգենդը շխեղ էր, իսկ իրականությունը փոքր, մոխրագույն ու թակարդի մեջ։ Սախալինում երկու անհաջող փախոստի փորձից հետո նրան շղթայում են։ Լեգենդար թռչունի թևերը ընդմիշտ կտրված էին։ Այսպիսով, ինչ եղավ նրա հետ։ Պաշտոնական վարկածով նա մահացել է մրցակցությունից 1902 թվականին եւ թաղվել հենց Սախալինում։ Անանուն գերեզմանում։ Այո, բայց ինչպես միշտ նրա դեպքում, սա պատմության ավարտը չէ, այլ նոր լեգենդների սկիզբը։ Իհարկե, որովհետև լեգենդը չի կարող այդքան պարզունակ ավարտ ունենալ, մահանալ մրցակցությունից։ Անորոշ մահը կատարյալ հող է առասպելի համար, չէ։ Այո, շարունակելու ածել։ Այն համակարգին թույլ չի տալիս վերջնական հաղթանակ տանել։ Ուստի ծնվեցին վարկածներ, որ նա կրկին փախել է, ապրել է Ամերիկայում կամ խաղաղ մահացել է Օդեսայում։ Մարդիկ ուզում էին հավատալ, որ նա կրկին կարողացավ խաբել բոլորին։ Ճիշտ այդպես։
Եվ դա մեզ բերում է ամենաֆենոմենալ երևույթին՝ Մոսկվայի Վագանքովյան գերեզմանատանը գտնվող նրա կենոտաֆին։ Այսինքն խորհրդանշական գերեզմանին։ Այո, այնտեղ կանգնեցված է իտալիական մարմարից մի շքեղարցան, առանց գլխի եւ ձեռքերի մի կնոջ։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ով եւ երբ է այն տեղադրել։ Բայց այն դարձել է ուխտատեղի, եւ սա ապշեցուցիչ է։ Մարդիկ, հատկապես քրեական աշխարհի հետ կապ ունեցողները, գալիս են թողնում ծառիկներ, մետաղադրամներ եւ գրություններ։ Սոնյա օգնիր հաջող գործին կամ տուր հաջողություն խնդրանքներով։ Այսինքն, նա պատմական կերպարից վերածվել է հանցավոր աշխարհի յուրօրինակ սրբի, հովանավորի։ Այո, նա խորհրդանշում է ոչ թե պարզապես գողությունը, այլ համակարգին հաղթելու խորամանկությունը, անհատի հաղթանակը պետական մեխանիայի դեմ։ Սա խորը հակաիշխանական սիմվոլիզմ ունի։ Անշուշտ, Նրա կերպարն իսկապես անմահացել է մշակույթում։ Քո աղբյուրներում թվարկվում են բազմաթիվ օրինակներ, սկսած 1915 թվականի Համր ֆիլմից մինչև 2007 թվականի հայտնի ռուսական սերիալը։ նա հանդիպում է Բորիս Ակունինի վեպերում, նույնիսկ ճապոնական Golden Kamuy հանրահայտ մանգայում։ Նրա բրենդը շարունակում է ապրել։ Եվ սա մեզ բերում է կարևոր հարցի. ինչու է նա այդքան գրավիչ։ Դե կարծում եմ, որովհետև նա կին էլ, որը խաղում էր իր սեփական կանոններով մի աշխարհում, որտեղ կանանց համար կանոնները խիստ սահմանափակ էին։ Այսինքն, յուրաքանչյուր հանցագործություն նաև ապստամբության ակտ էր։ Կարելի է այդպես ասել։ Ոչ միայն հարստանալու միջոց էր, այլև հայրիշխանական կանոնակարգված աշխարհի դեմ ապստամբության ակտ։ Նույնիսկ եթե դա հանցավոր ապստամբություն էր, այն խորհրդանշում էր անհատական ազատություն եւ իշխանության մերժում։ Այսպիսով մենք ուսումնասիրեցինք քո աղբյուրները, տեսնելով իրական կնոջը Շենդլյա Սուրային, նրա փայլուն թատերական մեթոդները Չեխովի նկարագրած դաժան ամփառունակ վախճանը։ եւ նրանից հետո ապրող անհավանական հզոր առասպելը, որը կարծես ավելի իրական է, քան կինը, որը ստեղծել է այն։ Եվ ահա մի հրահրող միտք, որի շուրջ կարող ես մտածել։ Աղբյուրները մեզ ցույց են տալիս մի կնոջ, որը փայլուն, բայց եւ անխիղճ հանցագործ էր, եւ իր կյանքն ավարտեց կոտրված ու շղթայված։ Ըստ քեզ, ինչու է հասարակությունը եւ այն ժամանակ եւ հիմա այդքան պատրաստական վերացելու նման ողբերգական եւ հանցավոր կերպարին ռոմանտիկ հերոսի։ Ինչ է ասում Սոնյա ոսկե ձեռքի նման կերպարներով մեր հիացմունքը կանոնների, իշխանության եւ սեփական պայմաններով ապրելու գայթակղության հետ մեր ունեցած հարաբերությունների մասին, անկախ գնից։